Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, եթերում լաբորատորիա հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ինչպես միշտ այսօր էլ մենք կքննարկենք հարցեր, որոնք որ միշտ ունեցել են շատ կարևոր ազդեցություն մեր պետության հասարակության զարգացման համար, եւ այսօր էլ մեր խորին համոզմամբ դարձյալ նույն դերակատարումը ունենալու ենք։ Խոսելու ենք տնտեսության եւ աշխարհաքաղաքականության գեոպոլիտիկայի անկախտելի կապի մասին, հաշվի առնելով այն դիսկուրսները, որ այսօր մեր հասարակության մեջ առկա են։ Հիմա խնդրեմ իմ գործընկեր Գառնիկը ներկայացնի մեր հյուրին եւ այսօրվա հաղորդման թեմայի մանրամասնությունը։ Այսօրվա թեման քննարկելու համար հրավիրել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության եւ տնտեսագիտության քոլեջի դեկան պարոն Վաչե Գաբրելյանին։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ եկել եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Թեման, որը Սպարտակը ներկայացրեց, շատ բազմաշերտ է, բայց եւ նույն ժամանակ կարեւոր։ Մենք կփորձենք խոսել տնտեսական քաղաքականությունների եւ ոչ միայն աշխարհաքաղաքականության, այլ նաեւ արտաքին քաղաքականությունների միջև եղած կամ անհրաժեշտ փոխառնչությունների մասին, ինչու է հատկապես այսօր այս թեման կարևոր, որովհետեւ օբյեկտիվորեն դա մեր քաղաքական դիսկուրսում անընդհատ տեղ ունի, բայց որպես կանոն քննարկումը ծավալվում է կախված ասելիքը ներկայացնողների քաղաքական շահերից, այսինքն շատ պայմանականորեն բոլոր նրանք, ովքեր ասում են մենք պիտի գնանք դեպի Եվրամիություն, ասում են, որ դա կունենա այս տնտեսական հետևանքները, դրա հակառակորդներն ասում են, որ արկածախնդրություն է, կախվածություն ունենալով Եվրասիական միությունից եւ ռուսական կամ եվրասիական շուկայից գնալ հակառակ ուղղությամբ, բայց որպես կանոն այս քննարկումները մնում են մակերեսին եւ չեն անցնում քաղաքական դիվիդենդների սահմաններից։ Մենք կուզենանք քննարկել մի քանի մակարդակներում տնտեսական եւ արտաքին քաղաքականությունների կապերը, ինստիտուցիոնալ մակարդակում, ծրագրային մակարդակում եւ գործնական մակարդակում։ Եվ եթե կարելի է մի մակարդակ էլ ավելացնեմ, եթե մենք որևէ արտաքին քաղաքական կողմնորոշում ենք ուզում ունենալ, արդյոք մեր երկիրը իր տնտեսական հնարավորություններով պատրաստ է սպասարկել այս կամ այն քաղաքական, եթե կարելի ասել, վիժնը։ Լավ, եկեք ես դες տնտեսական հիմքերը ասեմ, հետո դուք այդ մակարդակներում կտեղավորեք։ Լավ։ Եթե մենք խոսում ենք տնտեսության եւ գեոպոլիտիկայի վերաբերյալ, ապա դա շատ հին հարց է։ Եվ երբ որ տնտեսական մտքի պատմությանը նայում ես, կարևորագույն հարցերից մեկն է։ Ըստ էության, երբ որ տնտեսագիտությունը քիչ թե շատ սկսվել է որպես գիտություն արծարծվել, սկզբնական շրջանում այն չէր կոչվում տնտեսագիտություն, կոչվում էր քաղաքատնտեսություն։ 19-րդ դարի 70-80-ական թվականներից արդեն մաթեմատիկացումը, մաթեմատիկանազացումը, չգիտեմ հայերեն տերմինը լավագույն կերպով որն է, բայց մաթեմատիկայի ավելի շատ օգտագործումը եւ այլն, բերեց տնտեսագիտություն տերմինին, որը ավելի շատ անգլերեն economics տերմինն է։ Եվ նախնական տրամաբանության մեջ, երբ որ արդեն 16-րդ դարից սկսեցին զարգանալ այդ հարցերը, առաջնային հարցերից մեկը հետևյալն էր. մենք ինչ առևտուր ենք անում եւ ինչ ենք վաճառում եւ ինչ ենք գնում։ Եվ դրա արդյունքում ստացած տարբերությունը ինչ է լինում։ Հիմա եթե դուք փնտրեք
ազատական տնտեսագիտության ամենակարկառուն դեմքերից մեկի Միլտոն Ֆրիդմենի ելույթը, նա ասում է, ես չեմ հասկանում, դուք ինչի համար եք ուզում ունենալ ավելցուկ։ Ասում է, եթե ես ինչ-որ բան եմ արտադրում եւ տնային տնտեսության տեսակետից ինչ-որ բան տալիս եմ դուրս ավելի շատ, քան տնտեսության տեսակետից ունենում եմ ավելի քիչ, եթե ես ավելի քիչ եմ առնում։ Ասում եմ, դրա տրամաբանությունը ինձ կբացատրեք, ես ըստ էության չարչարվում եմ ավելի շատ, եւ եթե ես չարչարվում եմ ավելի շատ ջանք եմ թափում, դրա հետևանքով ավելի որակյալ կամ ավելի շատ արժեք ունեցող ինչ-որ բան տալիս եմ, ավելի քիչ արժեք ունեցող ստանում եմ։ Հիմա այդ տարբերության իմաստը ինձ կարող եք ասել, թե ոչ։ Ես ինչի համար դա պետք է անեմ։ Եթե պատմականորեն նայում ենք այս խնդրին, դեռ մերկանտիլիստները, որոնք ֆրանսիական արքունիքում հատկապես ավելի մեծ ազդեցություն ունեին, հետո եկան ֆիզոկրատները եւ այլն, տրամաբանությունը հետեւյալն էր, թե այդ ավելցուկը, որ դուք կուտակում եք, ինչին եք տանում։ Եվ եթե այլ հավասար պայմաններում մենք ենթադրենք, որ այդ կուտակումը դուք ամորտիզացիան հանում եք, այսինքն այն ինչ որ դες պետք է տրամաբանորեն վերականգնելու ձեր արտադրողականությունը հանել եք մի կողմ, ապա ինչի չեք ձեր ջանքին համապատասխան, ձեր սպառումը համապատասխանեցնում դրան։ Մարդիկ կան, կարող ասում են, գիտեք ինչ, սևորվա համար մի քիչ հետ գցենք։ Այդ սևորվա համար էլ հետ գցելն էլ ենթադրենք ունեք ապահովագրություն եւ ինչ որ տեսակետից սևորվա համար էլ եք հետ գցել եւ ունեք արկա միջոցներ, որոնք հնարավոր են, որ ձեր համար այդ ապահովագրությունը կիրականացնեն։ Հիմա դրանից բացի այլ տրամաբանությամբ ինչի համար եք ուզում ունենալ ավելցուկ, այսինքն ինչի համար եք ուզում, որ դուք ձեր վաճառածին համապատասխան չսպառեք, այլ ունենաք այդ սևորվա համար էլ հետ գծած լինի, ամորտիզացիայի համար էլ հետ գծած լինի։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով ինչ-որ բան մնա, ինչի համար։ Եվ որպես կանոն, այստեղ պատասխանը լինում է բանակի համար։ Եվ 16-17-րդ դարերում եւ այլն այնպես չէր, որ Եվրոպան, որտեղ հիմնականում այդ բանավեճերը տեղի էին ունենում, ամենախաղաղասեր ռեգիոնն էր աշխարհի, անընդհատ պատերազմներ էին մղվում եւ անընդհատ այդ պատերազմների տրամաբանության ներքո գալիս էր խնդիր, թե մենք ինչ անենք, որպեսզի ունենանք ավելի մեծ հնարավորություններ։ Հատկապես այդ խնդիրը սրվեց 16-րդ դարում իսպանացիների կողմից բանակի վերականգնման հետ, ինչի համար եմ ասում վերականգնման։ Եթե մենք նայում ենք վերջին անգամ Եվրոպայում եղել է մշտական բանակ, հռոմեացիների օրոք, որոնք ունեին զորակայաններ, գարնիզոններ, այսպես ասած իրենց լեզվով, ունեին կոմունիկացիաների համակարգ եւ այլն, եւ այդ համակարգով որոնք ունեին մշտական զորքեր, որոնք անընդհատ պատրաստ էին ռազմական գործողությունների, այսինքն մշտական բանակ դրանից հետո մոտ 1000 տարի չի եղել։ Մշտական բանակի հաջորդ փորձը արեցին ըստ էության քիչ թե շատ թուրքերը, երբ որ եկան Բյուզանդիան գրացություն եւ այլն, բայց դա այդքան չտարածվեց, բուն արևմտյան Եվրոպայի տեսակետից կարևորագույնը հանդիսացավ Լատինական Ամերիկայից թալանած փողերով, ոսկի քանակությամբ, իսպանացիները 16-րդ դարում ստեղծեցին իրենց ամենահզոր զենքը, դա իսպանական հետևանքն եւ այդ իսպանական հետևակով իրենք կարողացան դառնալ դոմինանտ պետությունը։ Չնայած ունեին մեծ նավատորմ, բայց այդ նավատորմը ծովային կռիվ չէր անում, հետևակ էր տեղափոխում։ Ծովային կռիվներ էին անում, իրենք ծովում թիրապետող էին, խնդիրը դա չի, բայց ասենք Ֆրանսիան գրավելու տեսակետից ցածր երկրները Նիդերլանդները, Բելգիան եւ այլն, Բելգիայի ժամանակ չկար բնականաբար գրավելու տեսակետից դա հետևակի խնդիրներ եւ այդքան հեծելազորը չէր, արդեն նոր տեխնոլոգիաների երոք այդքան ասպետների տրամաբանությունը չէր, որովհետեւ արդեն նոր տեխնոլոգիաները դա մուշկետներն էին, որով կրակում էին, իրենք մեխանիկացված քայլերի տեսակետից ասենք կրակում էին հետ էին գնում մի շարքներ գալի կրակում եւ այլն եւ ասենք առաջ շարժվելով ու կրակելով հետևակը գնում էր
եւ դա կարող է կանել միայն վարժացված անընդհատ վարժող զորքի տեսակետից։ Այսինքն մշտական բանակի տեսակետից, եթե դուք այդ մշտական բանակը չէիք ունենում եւ զորակոչերի վրա եք անում, որովհետեւ ասպետները, խաչակրաց արշավանքները եւ մնացած բոլոր բաները դրանք մոբիլիզացիոն տրամաբանության տակ էին։ Հիմա այդ ժամանակից սկսած միշտ խնդիրը եղել է ավելցուկ ունենանք, որը մեզ մոտ բերում է միջազգային քաղաքականության տեսակետից ռեալիստական դպրոցի տրամաբանությամբ, եթե պետություն եք ուզում եք ունենալ հնարավորինս լայն ազդեցություն, ռազմական դոմինանտություն եւ այլն, դա ինչի հաշվին պետք է անեք, դա պետք է անեք բնականաբար ռեսուրսների հաշվին։ Հիմա քանի որ իսպանացիները հաջողեցին այդ ռեսուրսների հաշվին անելու տեսակետից, մնացած բոլորը նմանատիպ խնդիր եւս դրվեց։ Չնայած այնպես չէր որ հատկապես իսպանացիներից այդ գաղափարն եկավ, ուղղակի սրվեց այդ ֆոնի վրա։ Այդ ֆոնի վրա սրվելու տրամաբանության ժամանակ բոլորը սկսեցին այդ հարցին ուշադրություն դարձնել եւ ասել որ մեզ պետքա միշտ ավելցուկ ունենալ, այդ ավելցուկը մեր ռազմական հզորությանն է նպաստում, այդ ռազմական հզորությամբ մենք մեծանում ենք։ Հիմա բավական հետաքրքիր բան տեղի ունեցավ Իսպանիայի տնտեսության հետ, որը սկսեց 17-րդ դարում արդեն նվազում ապրել, ինչի համար, որովհետև այդ ոսկին այնքան շատ էր, որ իրանք արտադրելու տրամաբանություն չունեին։ Դրա հետևանքով թանկացել էր, ասենք նորմալ բանվորի աշխատավարձ չկար, որովհետև նա կգնար զինվոր կդառնար եւ այլն։ Նմանատիպ բաներ, ասենք հենց հիմա Ռուսաստանում կա եւ այլն։ Նմանատիպ խնդիրներ առաջանալու տեսակետից դրան հետագայում 20-րդ դարի 60-ական թվականներին ասացին հոլանդական հիվանդություն, երբ որ ձեր մոտ ինչ որ մի ռեսուրս շատանում է, այդ ռեսուրսի հաշվին մնացած ամեն ինչ դառնում է երկրորդական։ Եվ ասենք դա երբեք այդքան գումար չի բերում, ծառայությունների գները բարձրանում են, այդ նույն ծառայությունների գների համապատասխան, որպեսզի դուք կարողանաք ունենալ աշխատուժ, որը կարողանա դա գնի, բայց դուք տեխնոլոգիան ձեր արտադրության չեք փոխել, դա ավելի թանկանացնում դուք իվերջակ չեք մրցունակության։ Այսինքն տնտեսությունը ի վերջո բալանսի է բերում, բայց գաղափարը թե ինչի համար պետք է ունենալ տնտեսություն եւ գեոպոլիտիկայի հետ կապավորնա, տնտեսագիտության առաջին իսկ օրերից կա նմանատիպ հարցադրումը կա։ Հիմա այդ հարցադրման տարբեր նյուանսներ են։ Ասենք, երբ որ շոտլանդական լուսավորչականությունը եկավ, Ադամ Սմիթը եւ մնացածը ինչ որ առումով սկսեցին դրան նայել վատ եւ ասեցին կարեւորը ավելցուկը չի, կարեւորը որ դու արտադրողականություն ունենաս եւ արտադրանք առաջարկես։ Այս պահին դա ոնց որ թե հարաբերական դաթարի 18-րդ դարներ հարաբերական դաթարի բաններ, որովհետեւ ընդարձակման պատերազմները հիմնականում վերացել էին, դրա փոխարեն հեղափոխություններն էին գալիս առաջ եւ արդեն պետության ընդլայնվելու տրամաբանությունը դեռևս էական չէր։ Ֆիզիկրատներին մոռացա եւ այդտեղ պետք չի դրանց հիշելու ամեն ինչ մանրամասներ են պատմության դաշտ չդարձնենք տնտեսական մտքի։ Հիմա այդ հարցադրումը բնականաբար առաջացավ արդեն 19-րդ դարում քիչ թե շատ կայացած պետություններ էին եւ այդ կայացած պետությունների ժամանակ այդ կտորը, որ մենք ավելի շատ վաճառենք, ավելի շատ անենք, ավելի քիչ գնենք եւ որպեսզի ավելցուկներ ունենանք եւ այլն, սկսեց փոխվել, որովհետեւ կար նաեւ ավելի զարգացած պարտքի շուկա, միջազգային ֆինանսիստներ կային, Ռոթշիլդներ եւ այլն, եւ մեխանիզմները սկսեցին համապատասխանորեն փոխվել, ներքին պարտք դարավ, պետությունը ավելի կենտրոնացված դարավ եւ այլն, եւ արդեն նաեւ շատ էական էր, թե դուք ոչ միայն արտաքին պարտքը որտեղից կունենաք, այլ դուք ինչքան ներսից կարաք հավաքեք։ Շատ հետաքրքիր պատմություն եմ պատմում անի վերաբերյալ։ Ըստ էության ֆրանսիական հեղափոխության պատճառներից մեկը հետևյալն էր, երբ որ ֆրանսիացիները անգլիացիներին վատություն անելու համար սկսեցին ամերիկացիներին ֆինանսավորել։ Այն աշճան ֆինանսավորեցին, որ իրենց գանձարանը սնանկացավ, որը բերեց հեղափոխության։ Երբեմն ուրիշին վատություն անելու ցանկությունը այդքան էլ լավ չի, որովհետև արդյունքը կարող է շատ ցավալի, բայց բան հետաքրքիր պատմությունը նա է, որ
միջայդ ֆրանսիացիների նախարարը երբ որ արքային ներկայացնում էր թե ինչ հնարավորություն կար, ինքը ասում էր տնտեսությունը միանշանակ խնդրեմ չունի, բայց նրա հիմնական տրամաբանությունը էլի անգլիացիներին վատություն անելու համար էր, այսինքն ինքը գալիս էր այդ նախադեպից, այսինքն գեոպոլիտիկական տրամաբանությունը դնելով առաջին տեղ, տնտեսությունը տարավ ավելի մեծ պարտքերի, որի հետևանքով տեղի ունեցավ ֆրանսիական հեղափոխությունը, որովհետև պարտքերը շատ մեծ էին եւ այդ տեսակետից դժգոհությունները առաջացան եւ այլն եւ այդ մի 20 տարի այդ ֆրանսիական հեղափոխությունից հետո իրավիճակը չէր կարգավորվում։ Եթե կարելի է հետո էլի կշարունակենք, որովհետև շատ հետաքրքիր է, բայց ես փորձեմ երկու զուգահեռ ձեր ասածներից, այսօրվա նաև իրականություն բերել, երբ որ ասում եք, որ գեոպոլիտիկ շահը դոմինանտ դարձնելով ըստ էության վնասում եք տնտեսությանը, կարող է ընդհանուր հանգեցնել կոլապսի։ Հիմա մենք ունենք իրականություն, երբ որ կոնկրետ Հայաստանի դեպքում գեոպոլիտիկ ուղղվածությունը առաջնահերթ է դարձվել տնտեսական իրողությունների նկատմամբ, այսինքն ասում են օրինակ Եվրաքվեի նախաձեռնություն կա, Եվրամիություն դիմելու, բոլորիս հայտնի։ Այս տեսանկյունից ես մի քիչ պարզեցնեմ հարցը, արտաքին քաղաքականությունը պիտի սպասարկի երկրի տնտեսական իրողություններին, թե երկրի տնտեսությունը, այդ որ ասում եմ պիտի հասկանալի է, մենք խոսում ենք լավ մոդելի դեպքում, թե երկրի տնտեսական իրողությունները պետք է ադապտացվեն արտաքին քաղաքականությանը։ Եվ օրինակ պարտքի պատմությունը, որ ասեցիք, ես անմիջապես զուգահեռ տարա նաև այսօրվա աշխարհակաղակական զարգացումների հետ, այն ինչ որ կատարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այս կտրուկ շրջադարձը, բացատրությունները, վարկածները իհարկե շատ են, բայց դրանցից մեկն էլ այն է, որ պատճառներից գլխավորը Ամերիկայի այդ գերտաքացած պարտքային բեռն է, որ արդեն հասել է 35-36 տրիլիոն դոլարի եւ արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունների միջոցով փորձ է արվում կանխել հնարավոր հետագա փլուզումը, կամ վատ հետևանքները։ Հիմա եթե այս ամեն ինչը բերենք մեր իրականություն ու Հայաստանի վրա, փորձենք տեղայնացնել, ինչ կարող ենք ասել մեր մասին։ Փորձենք նայել, գիտեք, միանշանակ պատասխան Հավիձովի պատմությունն է, ասենք տնտեսությունը պետք է թելադրի ձեր գեոպոլիտիկան, թե գեոպոլիտիկան պետք է թելադրի տնտեսությունը, ոչ մեկը ոչ մյուսը, երկուսը դինամիկ հնարավորություններ են ստեղծում մյուսի համար։ Հիմա եթե մենք նայում ենք Եվրամիության հետ առնչություններին, ասենք ում համար ցանկալի չի ավելի հարուստ եւ ավելի մեծ շուկայի հետ գործ ունենալ։ Եվ դա, այսպես ասած, որպես ցանկություն վատը չէ, եւ այդ ուղղությամբ մեր հնարավորությունները մեծացնելը պետք է միայն ողջունել։ Հիմա նայած թե դուք ինչ կտրուկությամբ եք անում եւ այդ ինչ տրամաբանությամբ կարող եք մինչեւ վերջ հասցնել։ Եթե նայում ենք, որ ասենք մեր գեոպոլիտիկան պարտադրել է այս ինչ բանը մենք տնտեսապես ուրիշ ոչ մի բան չանենք, դա էլ ճիշտ չէ, որովհետև կարող է շատ լավ հնարավորություններ լինեն դերսում։ Հիմա այդ տեսակետից որևէ դոգմա ես չեմ ուզում ընդունել եւ ասենք Եվրամիության հետ հարաբերությունները միշտ այսպեսին լավ է լինել հարուստ եւ առողջ, քան աղքատ եւ իվանք։ Բնականաբար եթե դուք կարող եք առևտուր անել ավելի մեծ ծավալներով Եվրամիության հետ եւ ունենալ լոգիստիկ եւ այլ խնդիրներ, եւ այնտեղ լոգիստիկից բացի շատ ավելի այլ խնդիրներ կան, դա պետք է ողջունել եւ այդ ուղղությամբ գնալ։ Ուղղակի պատկերացնել, որ դուք կարող եք միանգամից որոշել, որ վաղը մենք գնանք Եվրամիություն, երբ որ Եվրամիությունը չի ասել, որ եկեք, չի ասել, որ կարող եք գալ, ընդ որում չի ասել, ընդ որում ոչ միայն Եվրամիության անդամ դառնալու տեսակետից, այլ ասենք հատուկ մաքսային ռեժիմի տեսակետից եւ այլն։ Ասենք նույն Թուրքիան ունի Եվրամիության հետ մաքսային միություն։ Երկար տարին։ Եթե անգամ մեզ ասած չնեին, որ գիտեք ինչ, դուք եկեք Եվրամիություն, չեք գալի Եվրամիություն, բայց ունեք մաքսային միության խնդիր, այս հեռանկարը կա։ Դա
շատ հետաքրքիր հեռանկար էր քննարկելու տեսակետից, իհարկե լոգիստիկայի եւ մնացած հարցերի տեսակետից այդ ամեն ինչը պետք է նայել, բան չունեմ ասելու։ Բայց ուզում ասեմ, Եվրոմիությունը հիմա այդ տրամաբանության մեջ շատ լավ երազ է։ Ինչպես ասում էր Բենդերը, Պարոն Գաբրիելյան, այդ բանավեճը եթե հանենք քաղաքական կոմպոնենտը, Եվրոմիություն գնալու կողմնակիցների փաստարկը այն է, ընդհանուր առմամբ, որ ճիշտ է մեր տնտեսությունը, մեր տնտեսական պրոդուկտը այսօր չի համապատասխանում Եվրոմիության շուկայի պահանջներին, բայց կգնանք, կբերենք նոր տեխնոլոգիաներ, նոր ստանդարտներ եւ ժամանակ հետո կարտադրենք արտադրանք, որը մրցունակ է եվրոպական շուկայում։ Հակառակորդները որպես հակափաստարկ վերում են, որ իսկ հիմա մենք Եվրասիական տնտեսական միության շուկայում կայուն տեղ ունենք, մեր արտաքին առևտրաշրջանառության 40, երևի մինչև 45%-ը ԵԱՏՄ-ից է, պետք չի կընտրել այն ճյուղը, որի վրա այսօր նստած ենք, դա աղետ կլինի եւ այլ եւ այլ։ Էլի եմ ասում, քաղաքական մասը հանենք, զուտ այն առումով, թե արդյոք կարող ենք մենք վճարել անցման գինը, որովհետև անցումը միջև Եվրոմիության շուկային համապատասխան համախառն արտադրանք թողարկելու ժամանակ, ներդրումներ, ռեսուրսներ, ամեն շատ բաներ է պահանջում եւ դա վստահաբար ունի գին։ Մենք որպես պետություն, որպես հասարակություն այդ գինը կարող ենք վճարել, չգիտենք էլ այդ գինը գնահատված է թե ոչ։ Այս անցման մասին ես կուզենայի խոսենք, չգիտեմ, կարողացա հարցս ձևակերպել։ Մոտավորապես հասկացա հարցը, նայեք խնդիրը հետևյալն է, ասենք վերցնենք վրացիներին։ Վրացիները ունեին ակնհայտ 2008 թվականից հետո պրոեվրոպական կողմնորոշում եւ ըստ էության հակառուսական կողմնորոշում։ Եվ դրա հետևանքով, ասենք, եթե նայում ենք իրենց գինեգործությանը, այն բանի շնորհիվ, որ գինեգործությունը ամբողջովին Ռուսաստանի վրա սկսեց չկողմնորոշվել, բավական զարգացում ապրեց, բայց դա ըստ էության հենց այդ ճյուղն էր, այնտեղ իպադրանից բացի, եթե երկու ճյուղեր նայենք, այդ երկու ճյուղը մեկը տրանսպորտի կարիդորներն են, որոնք իրենք ճանապարհաշինության, երկրորդը տուրիզմը։ Եթե նայեմ այլ ճյուղ, որը դրա հետևանքով զարգացավ, որը եվրոպական շուկա մտավ եւ այլն չկա։ Բայց դրա փոխարեն, եթե մենք նայում ենք, ասենք, Եվրոպայի հետ առևտրի, որում գինեգործության բավական հետաքրքիր զարգացումներ են, ասենք, Չինաստանում էլ ավելացրեցին, ընդ որում Ռուսաստանում էլ ավելացրեցին մի բանի շնորհիվ, որը կարևորագույն է, դա բրենդի առկայությունն է։ Իրենք Ռուսաստանի շուկայի վրա գինու տեսակետից ոչ մի բան չէին ծախսում, մարքեթինգային ծախսեր չէին անում, բայց բրենդի պատճառով վրացական գինու կարողանում էին վաճառել, եթե չեմ սխալվում, երկրորդ կամ առաջին դիրքներ ըստ գինու առնման երկրների։ Պատճառներից մեկը ինչն էր, որ ամեն դեպքում տարածված էին վրացական գինիները, խանութներում եթե մտնում եք, բավական հետաքրքիր տրամաբանությամբ վրացական գինիներն էին հայկական կոնյակը, ընդ որում հայկական կոնյակի այնպիսի արտադրողներ կային, որոնց գոյության մասին ես չէի կասկածում, որ կարելի է այդ գնով ընդհանրապես կոնյակ արտադրել։ Եվ վրացական նույն ձևի այլի արտադրողներ կային, որոնք բան էին անում, որովհետև կար այդ բրենդի առկայությունը, որը իրանց հնարավորություն էր տալիս։ Հիմա դա մի քիչ ավելի երկար քննարկման առարկա է, մի քիչ ավելի դետալներով, դրա մեջ չմտնենք, մենք նմանատիպ, ոչ էլ վրացիները, նմանատիպ բրենդի առկայություն Եվրոպայում չունեն։ Նոստալգիկ կարող եք ասել վրացական խոհանոցի հետ կապված լինի, կամ չգիտեմ ինչի հետ կապված լինի, տենց մի քիչ բաներ կան, որոնք առկա չեն։ Դա նշանակում է, որ մուտքը շատ ավելի դժվար է, քան մենք կարող ենք ենթադրել, որոնք ենթադրում են նաև մարքեթինգային ծախսեր, որոնք ենթադրում են նաև լոգիստիկ այլ ուղղությունների հնարավորություններ եւ ասենք մեր այդ հնարավորությունների մեծամասնությունը այնպես չի, որ
արկա պլատֆորմներ կան, որ պետք է անենք։ Այդ ամեն ինչը պետք է զարգացնենք։ Հիմա խնդիրը հետևյալն է. այդ ամեն ինչը զարգացնելու համար թե արտադրական կարողությունները ստանդարտներին համապատասխանության բերելու տեսակետից, որովհետև որոշակի ստանդարտներին պետք է համապատասխանեն, այդ ստանդարտներին համապատասխան մենք պետք է անենք սարքավորումներ, որակյալ աշխատուժ եւ այլն եւ այլն, դա տևում է ժամանակահատված։ Հիմա եթե այդ ժամանակահատվածի ընթացքում մենք այսպես ասած կամած այդ ուղղությունը մեզ մոտ լավացնում ենք եւ ասում ենք, որ մեր արտադրանքի առնվազն 10% կամ 15% կամ 30% էական չի, մենք արտադրում ենք այսինչ տրամաբանությամբ եւ հատկապես այսինչ շուկայի համար, դա մենք կարողանում ենք ապահովել եւ այդ նմանատիպ անցում անել։ Եթե մենք դա չենք անում եւ միանգամից ասում ենք եկեք գնացինք հեծելազորով Եվրոպայության տնտեսական պայուսները գրավելու, չեմ կարծում, որ որևէ տեսակետից ինչ որ բանի ենք հասնելու։ Եթե նայենք նաև մենք ինչ ենք արտադրում, ըստ էության մենք մեքենաշինություն որպես այդպեսին չունենք, ու զարգացած ճյուղ նկատի ունեմ, այնպես չէ, որ ընդհանրապես մեքենաշինություն կլինի դեպի Եվրոպա։ Մեր հիմնականում եթե նայում ենք հանքարդյունաբերությունն է, արտահանելի, մշակող արդյունաբերության մեջ սննդի եւ խմիչքների արտադրությունը, մի քիչ տեքստիլ, որը բոլոր տեսակներից եթե նայում եք, այդ հիմնական արտադրատեսակները ունեն գնային ցուցիչներ, այսինքն նկատի ունեմ իրենց ամենազգայուն մասը գինն է։ Ասենք մենք ինքնարժեքը բարձր է։ Ինքնարժեքի ինչ կանենք, դրանից կախված արդեն կունենանք մրցունակություն կամ չենք ունենա մրցունակություն։ Մենք եզակի արտադրանք որպես այդպիսին չունենք։ Հիմա արդյոք մենք ունենք ճյուղեր, որոնք հնարավոր են, որ ինտեգրվեն ոչ թե Եվրոպայի շուկայում, այլ միջազգային արժեշղթաներում, global value chains, տրամաբանության մեջ այսպես են ասում սրանց, մենք ունենք եւ ասենք մեր IT հատվածը այսպեսին է։ Հիմա մենք եթե նայենք, Հայաստանը ունեցել է միկրոէլեկտրոնիկայի լավ հիմքեր, դեռ անցած տարից սկսած, դրա հիման վրա ձեռնարկություն կար խորհրդային միության մասշտաբով հայտնի Աչափնյակում կոչվում էր նիծիմ միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկություններ գիտահետազոտական մի ժամանակ կարող է հիշեք 80-ական թվականներից առաջ երբ որ մենք ունեինք Աբովյանի հատիս բասկետբոլային թիմը չէ Սիրիուսը Աբովյանի հատիսի թիմը միջև դառնալը Աբովյանի հատիս թիմ այդ նիծիմի թիմն էր դա ուզում ասեմ նախադրյալներ որպես այդպիսին արտադրության տեխնոլոգիայի եւ չգիտեմ ինչի եւ այլն այդ տեսակետից կար հիմա դրա արդյունքում մենք ունենք ըստ էության միկրոչիպերի դիզայնով զբաղվող երկու խոշորագույն ընկերության ներկայացուցիչություն Հայաստանում որոնք բավական մեծ են 1000 հոգից ավելի աշխատողով Ոխոսքս վերաբերում է Synopsys-ին, Siemens-ին, իրենք տարբեր պերտուրբացիաներ գնալով եւ այս ոլորտը արտահանելի ոլորտ է, բայց ինքը սպეციფიկ արտահանելի ոլորտ է, որովհետեւ այդ ոլորտը պլատֆորմային է եւ այդ ոլորտը պլատֆորմային լինելով ենթադրություն հնարավորություն չի տալի ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, որպեսզի ամբողջովին անկախ տնտեսվարող սուբյեկտներ ձևավորվեն, իրենք այդ տնտեսվարող սուբյեկտներին, որոնք սկսում են ձևավորվել, անմիջապես առնում են եւ ինտեգրում իրենց համակարգում։ Հիմա եթե դուք նայեք Synopsys-ն էլ Siemens-ն էլ իրենք մի քանի խոշոր միաձուլումների արդյունք են։ Այսինչ ընկերությունը կոնգլոմերատներ են։ Կոնգլոմերատներ չեն, ստարտափներ են եղել, որոնք մեծացել են, սկսել են գործ անել, այդ գործը հետո միացել են ուրիշի հետ, հետո միացել են ուրիշի հետ, հետո այդ համաշխարհային բրենդը եկել է մտցրել է իրանց մեջ, բայց այդ համաշխարհային բրենդի առնելով մենք որպես աշխատուժ եւ որպես արտադրանք տվող, միջանկյալ արտադրանք տվող ենք դարել եւ մեր տված արտադրանքը վերջնական պրոդուկտ չի։ Մենք այդ կիսաֆաբրիկատ ենք տալիս։ Հա, բայց նմանատիպ ասենք տրամաբանություն կար նաև խորհրդային տնտեսության մեջ
շատ հաճախ մենք արտադրում ենք ինչ-որ մի մաս, որը վերջնական հավաքման էր գնում, ենթադրենք Մինսկում կամ Սարատովում, կամ Երևանում ինչ-որ բան էին հավաքում, որը պարտադիր չի, որ բոլոր բաղադրիչ մասերը հայկական լինեին։ Հիմա այդ տեսակետից քիչ թե շատ գլոբալ ինտեգրում արժեշղթաների մեջ, որոնք ոչ այնքան արտադրանք են, ինչքան ծառայություն, որովհետև հիմնականում գիտահետազոտական ծառայություններ են չիպի դիզայնի տեսքով եւ այլն, այդ ներգրավվածությունը ունենք, բայց սրանք էլ եվրոպական չեն։ Համաշխարհային։ Իրենք համաշխարհային են, որպես կանոն, եթե մենք IT տեխնոլոգիաների մասին ենք խոսում, դրանց 90%-ը ամերիկյան են։ Հիմա այնպես չի, որ ամերիկան եւ եվրոպան էական տարբերություններ ունեն այդ տեսակետից առայժմ, շատ հնարավոր է շուտով ունենան։ Բայց եթե նայում ենք, ասենք մենք տեխնոլոգիաների կտոր, որով ինտեգրված ենք միջազգային շղթաներին, այդտեղ ունենք։ Որոշ ուրիշ էական շղթաներին ինտեգրվածություն մենք չունենք, եթե նայենք արտադրանքի տեսակետից, որովհետև հիմնականում սննդի արդյունաբերությունը ուղղորդված է ռուսական շուկա, որտեղ կա բրենդի առկայություն եւ այդ բրենդի մասին տեղյակ են, եւ եթե մենք վերցնում ենք հանքաքարը կամ գնում է Եվրոպա մշակվելու կամ գնում է Չինաստան, այդ դեպքում ինքը միասնական, միանշանակ կաղապար ըստ որի հստակորեն գնում է եւ մենք ասենք այդ արժեշղթայի մեջ ենք, չէ, որովհետեւ դրանք ոնց որ բյուջետական պրոդուկտներ են, ասենք ծորենի միջազգային շուկա կա, հանքականի միջազգային շուկա կա, այս գինը փոխվեց այս ուղղությամբ կգնա, այնտեղ գինը փոխվեց այն ուղղությամբ կգնա, այդտեղ էլ իհարկե կային երկարաժամկետ պայմանագրեր 4 տարով, 5 տարով կարող է կնքեն, որ այս ինչ գնով ձեզնից առնելու ենք տվեք եւ այլն, բայց այդ ամեն ինչը այն նույն տրամաբանությամբ ինտեգրված չի գլոբալ արժեշղթաների մեջ, ինչ որ մեր մոտ ասենք IT ոլորտը։ Հիմա այս տեսակետից մենք կարող ենք փորձեր անել եւ պետք է փորձեր անենք ռիսկերի եւ դիվերսիֆիկացման եւ մեր ամբողջ արտադրանքը այդ ուղղությամբ չստանալ։ Ես գիտեմ հայկական արտադրողի, որը Ռուսաստանի շուկայում շատ լավ վաճառքներ ուներ եւ ասենք բնական նյութեր արտադրում եւ այլն, այլ արտադրում լայն տարածվածություն ուներ ի տարբերություն մեր մնացածների շատ արտադրողների, որոնք կարող էին տարաբնույթ տեղերում բաժանել իրենց ապրանքը, իրենք շատ վաղուց աշխատում էին խոշոր ցանցերի հետ։ Բայց ասենք 8-15-16 թվականներից հետո իրանք դիվերսիֆիկացման էական պահանջ զգացին, որովհետև եթե իրանք ամբողջովին մի շուկայի վրա են եւ այդ մի շուկայի վրա կենտրոնանում են, իրենց մոտ խնդիր է առաջանում, որովհետև այդ դեպքում ամբողջովին կախված է լինում այդ շուկայի տարբերումներից։ Հիմա քանի որ շատ գրագետ բիզնեսմեններ են եւ քանի որ այդ տեսակետից իրենք նաեւ ունեն փորձառությունը, որ պետք չի կենտրոնանալ միայն դրա վրա, թեև այդ շուկան չեն լքում, դիվերսիֆիկացում անում են, դա տրամաբանական է։ Ես չեմ ընդունում գեոպոլիտիկ նկատառումներով կտրել ծառի այն ճյուղերը, որոնց վրա նստած ես, բայց միևնույն ժամանակ չեմ ընդունում այն փաստը, որ մենք կարող է վերցնենք եւ ասենք, գիտեք ինչ, մի ձևով յոլա կգնանք, ես օգնություն կլինի, ծորենի մեշոկները կուղարկեն, ես կանեն, մենք այդ ամեն ինչով յոլա կգնանք, բայց սրանից դուրս գանք։ Նման բաներ չի լինելու եւ տնտեսությունը շատ իներցիոն համակարգ է։ Մենք կարող ենք խոսել ինչ-որ մի բանի մասին եւ դրա փոփոխությունները ինչ են, որ երբ որ նկարագրում են անգամ Հեմինգուեյի մոտ կա, երբ որ խոսքը գնում է, ասենք, ինչպես է սնանկության գնում, ասում է աստիճանաբար, հետո հանկարծ միանգամից։ Հիմա այս տրամաբանության մեջ, տնտեսության մեջ փոփոխությունները այդպեսին են։ Հիմա եթե մենք փորձենք միանգամից ինչ-որ տեղ գնալ, երբեք չենք հասնի, բայց եթե մենք կարողություններ ձևավորենք, սկսենք այդ էքսպորտը անել, սկսենք մեր բաղադրիչները բերել այլ տեղերից, քան տեղից եւ բերել ավելի լավը կամ բերել ավելի բազմազանեցված եւ այլն, դրանից հետո մենք կարող է ասենք մի 10 տարի հետո հնարավորություն ունենանք որոշակի ավելի լայն մանևրերի հնարավորություններ ունենալ։ Հիմա չեմ կարծում, որ ասենք այս պահին
առարկայական քննարկում կա Եվրոմիության շուկաների վերաբերյալ։ Երկրորդ խնդիրը պետք է նայել արդեն գեոպոլիտիկ տեսակետից, որովհետև խոսքը վերաբերում է ռեսուրսներին։ Ռեսուրսների արկայությունը եւ ռեսուրսներին հասանելիությունը հաճախ գեոպոլիտիկական տրամաբանության մեջ է գնում։ Հիմա մենք ունենք գազի որոշակի գին։ Այդ գազի որոշակի գինը մենք շատ ենք ուզում, որպեսզի լինի, ասենք, այն գնով ինչ որ Ռուսաստանի ներսում է, բայց ռուսները դրան չեն համաձայնվում, ոչ էլ Ղազախների եւ այլն, թեև ԵԱՏՄ-ի անդամ են, բայց միևնույն ժամանակ նրանք մեզ եւ կիրգիզներին միշտ նայում են նույն տրամաբանության ներքո նույն գնով են տալիս։ Այսինքն այդ տրամաբանության ներքո դա շատ ավելի ցածր գին է, քան մենք կարող ենք ստանալ թե Պարսկաստանից, թե Ադրբեջանից։ Զուտ իրենց արդյունահանման, սրների ծախսածարարության տեսակետից եւ այլն։ Հիմա դա ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է ոչ թե շուկայական գնով, որովհետև շուկայական գնից մենք ստանում ենք ավելի էժան, պայմանած է քաղաքական գործունեությամբ եւ գազը Հայաստանի համար չեմ ասում, ընդհանրապես եղել է ռուսների հիմնական գեոպոլիտիկական գործիքը, այդ թվում Եվրոպայի նկատմամբ։ Եվ բավական հետաքրքիր զարգացում տեղի ունեցավ, երբ որ ռուսները չկարողացան ինչպես այդպես էլ միջև վերջ ընկալել, թե գերմանացիները ինչի համաձայնվեցին ռուսական գազը փոխել ամերիկյան հեղուկ գազով, որը 3 անգամ ավելի թանկ է։ Եվ տարբեր ինտերվյուների ժամանակ դե Պուտինը թե մնացած ասում են կարող եք բացատրել, ասում եմ ես չեմ կարողանում, եթե ես հասկանայի կբացատրեի, բայց որևէ կերպ չեմ կարողանում։ Այսինքն իրենք մտածում են, որ զուտ ֆինանսական տեսակետից, չգիտեմ, տնտեսական չափորոշիչներով գերմանացիները իրենց դեմ քայլ են անում, բայց գերմանացիներն դրանով դնում են իրենց երկրի էներգետիկ կախվածության աստիճանը Ռուսաստանից քչացնելու խնդիր, չէ՞։ Գիտեք ինչ, այդտեղ երկու հիմնական գործոն կար։ Գործոններից մեկը նա էր, որ 15-16 թվականներին, եթե մենք նայում ենք, ասենք, Ամերիկայի կախվածությունը նավթից, գազից եւ այլն, բավականաչափ դրսից մեծ է, բայց Ամերիկան ըստ էության զուտ արտահանող է, եթե նավթով ենք վերաբերում։ Իրենք բավական մեծ ինդուստրիա զարգացրեցին այն նոր տեխնոլոգիաներով թերթակարային գազի տեսակետից եւ այդ թերթակարային գազի սպառման շուկաներ էին պետք։ Եվ այդ տեսակետից, եթե միջի այդ էական խնդիրներ չէին տեսնում Nord Stream-ի մեջ, հետո սկսեցին տեսնել, որովհետեւ ըստ էության ամենավճարունակ շուկան այդպեսին էր։ Եթե նայում ենք ինչու համաձայնվեցին գերմանացիները։ Գերմանացիների մոտ շատ հետաքրքիր զարգացում էր, որովհետև այդտեղ միայն ամերիկացիների ճնշումը չէր եւ որտեղ ասենք միջև այդ իրենք խնդիր չունեին, որ անկախության մասին մտածեին կամ այդ խնդիրները սրված չէին եւ այլն։ Իրենց մոտ շատ երկար տարիներ կանաչների կուսակցությունը հաստարկում էր, որպեսզի անցնեն նոր տեխնոլոգիաների, այդ նոր տեխնոլոգիաներն էլ թանկ են։ Հիմա այդ նոր տեխնոլոգիաների մեջ ներդրումներ անելու տեսակետից հնարավորությունը մեծանում է, երբ որ դուք ունենում եք շատ ավելի թանկ էներգետիկ ռեսուրսներ։ Այսինքն կանաչների տեսակետից այս վերջին կոալիցիայի մեջ, որը պարտվեց, տնտեսական բլոկը կանաչներինն էր, ՀԱԲԵԿ-ը։ Եվ նրանց տեսակետից շատ լավ էր, որ դա տեղի ունեցավ, որովհետև թանկ էներգետիկ ռեսուրսներով իրենք սկսեցին խթանել կանաչ տնտեսությունը։ Որովհետև միջ այդ, երբ որ իրենք ասում էին դուք Գերմանիայի դեմ եք, դուք դեինդուստրիալիզացիա եք բերում, որովհետև գերմանական արտադրություններ շատ, քիմիական արտադրությունը, այդ թվում բավական ոչ քիմիական, բայց էներգատար, կիսամետալուրգիական, ասենք շշերի արտադրությունը եւ այլն, որը քիմիական չի, օգտագործում են մեծ քանակությամբ էներգիա եւ գազ,
Հիմա իրենք ասացին մենք պետք է ոչ թե դրա վրա կենտրոնանանք, ավելի բարձր արժեք ունեցող ոչ մասսայական արտադրանքների մեջ եւ այլն, այսինքն մենք հնարավորինս քիչ ենք բնությունը կեղտոտում, դրա փոխարեն ունենում ենք շատ ավելի վերականգնվող էներգետիկա, իսկ ինչի, եթե միջև այդ ասում էին, որ դուք ուզում եք տնտեսությանը վնաս տալ, չենք թողի, հիմա ասում էին ուզում եք ռուսներից կախվածություն ունենալ, սա շատ հետաքրքիր ներքին դինամիկա էր, որը տնտեսական որոշակի շահեր բերեց առաջ, այսինքն այդ փոխկապվածությունը ինչ որ ձևով այդտեղ նաև արտահայտվեց։ Պարոն Գաբրիելյան, որ խոսում ենք, դուք ասացիք, որ շատ լավ կլինի կարողությունները զարգացնել, աստիճանաբար գնալ օրինակ դեպի Եվրամիություն, այսինքն դեպի այլ վեկտոր, բայց վերջին տարիներին, եթե չեմ սխալվում, նույն մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ Եվրամիության հետ առևտրի ցուցանիշները 1.5-1.7 անգամ նվազել են, չէ՞։ Այսինքն որքան քաղաքական հռետորաբանությունը ավելի ինտենսիվանում է, տնտեսության մեջ կարծես հակառակ ազդակներն ենք տեսնում։ Գիտեք, վերջին տարիների հիմք մի ընդունեք, ասենք 22, 23, 24 տարիները որևէ իրական ցուցիչ չեն, դրա պետք է մաքրեք ռուսական հոսքերից։ Հիմա մեզ մոտ 2024 թվականին ավելի շատ առևտուր ենք ունեցել Էմիրությունների հետ, քան Եվրասիական տնտեսական միության։ Բնականաբար մեզ մոտ արտադրական կարողությունները չեն զարգացել, դա եղել է վերարտահանում։ Եվ եթե մենք նայում ենք Հոնկոնգի հետ ենք շատ ունեցել առևտուր, եթե նայում եք թվերի տեսակետից, նայենք 2020-21 թվականները, երևի 21-ը, որովհետև 19 թվականն էլ 18-19 թվականը մեզ մոտ սպეციფիկ էր, որովհետև մեր մոտ վերջին պատուհանն էր փակվում Եվրասիական միությունում արտասահմանյան բանի տեսակետից մեքենաների վաճառքի եւ հիշում եք երկրի մեջ շուկա էր դարել արտասահմանյան մեքենաների օգտագործված վաճառքի տեսակետից եւ այլն։ Եվ այդ տեսակետից, այսպես ասած, հարաբերականորեն մաքուր թվերի տեսակետից եթե նայում ենք, բնականաբար խոշոր անկում չի արձանագրել, բայց աճ չունի։ Այսինքն եկեք արձանագրենք հետեւյալը. ինքը աճ չունի եւ ավելի առաջընթաց զարգացում չի ունեցել։ Բայց ասել որ ավելացել է, բնականաբար ոչ։ Մի հանգամանք էլ կա, պարոն Գաբրիելյան, դուք ամենասկզբում ասացիք, երբ որ օրինակը բերում ենք նույն ասենք Իսպանիայի պարագայում կամ Ֆրանսիայի պարագայում, այդ ավելցուկը այն որ ինչի համար եք այդ անում, բանակ պահելու համար, այսինքն անվտանգային խնդիրներ։ Հիմա բանակը մենակ նրա համար չի, որ նոր տարածքներ գրավի, բանակը նախ համար որ քեզ չգրավեն։ Հիմա այդ տեսակետից ամենատարբեր տնտեսական մոդելներ, գեոպոլիտիկ մոդելներ, մտավարժանքներ կարելի է անել, դիսկուրսը Հայաստանում լիքն ծերից ամենատարբեր մոդելներն են մշակում, բայց այնուհանդերձ հիմա մենք գուցեև այդքան հզոր ոչ թե գուցեև այլ հաստատ այնքան հզոր պետություն չենք, որպեսզի մենք մեր տնտեսությունը կարողանանք ծառայեցնել մեր աշխարհաքաղաքական շահերին, բայց շատ ու շատ երկրներ կարողանում են եւ իրենց հնարավորությունն են թույլ են տալիս իրենց կարճաժամկետ տնտեսական վնաս ունենալ, բայց երկարաժամկետ աշխարհաքաղաքական օգուտ ունենալու տրամաբանության տեսակետից։ Հիմա այս կամ այն մոդելը, որ մենք մշակում ենք կամ զուտ գիտական ծրագրավորման իմաստով կարող ենք ունենալ, դրանք ինչ չափով կարող են առնչվել մեր անվտանգության խնդիրներին։ Ես ուղղակի տարածված դիսկուրսն եմ հիմա բարձրաձայնում առանց այդ դիսկուրսի կողմնակից լինելու, որովհետև ոչ ունեմ հիմքեր համոզված լինելու, ոչ ունեմ հիմքեր ամբողջական դա հերքելու։ Բերում են, ասենք, նույն Բուլղարիայի օրինակը, որը զարգացած գյուղատնտեսություններ, գյուղմթերքի եւ այլն, Թուրքիայի հետ իր ազատ տնտեսական առևտրական հարաբերությունների արդյունքում
Ես մասնագետ չեմ կարող պնդել, բայց ասում են, որ այնտեղ գյուղատնտեսությունը գոնե մի շարք ուրեմն ճյուղերով գյուղատնտեսությունը իսպառ ոչնչացավ թուրքական գյուղատնտեսական էքսպանսիայի արդյունքում, այսինքն մարդիկ դադարեցին իրենց մոտ այս կամ այն գյուղմթերքը արտադրել այն պարզ տրամաբանությամբ, որ սահմանակից Թուրքիան մի քանի անգամ ավելի էժան այդ նույն մթերքը բերում էր եւ բուլղարական շուկայում իրացնում էր, այլևս բուլղարացի գյուղատնտեսի համար ոչ մի մոտիվացիա չկար, ել չասեմ, որ եթե ինքը այդ ճյուղով զբաղվեր, հայերեն, այսպես ասած, գրական հայերենով ասած տակ էր տալու։ Ինչ իմաստ ունի դրանով զբաղվել։ Լավ, դա շատ գլոբալ հարց եք դնում, որովհետև դա չի վերաբերում միայն աշխարհաքաղաքականությանը։ Հիմա ասենք Միացյալ Նահանգներում հիմնական վեճը դրա մասին է գնում։ Իրականում քաղաքականությունը մի բան է, վեճը մյուս բանն է, բայց եթե մշակութային պատերազմները դնենք մի կողմ, մենք ունենք պատկեր, որ 1970-ական թվականներից սկսած բանվոր դասակարգի աշխատավարձը Միացյալ Նահանգներում լճացած է։ Դրա հետևանքով տնտեսությունը բազմաթիվ անգամ մեծացել է, ովքեր որ ակտիվներ ունեն, նրանց վիճակը լավացել է, բևեռացումը մեծացել է, տնտեսության խոշորացումը այդ տեսակետից ընկերությունների եւ այլնի մեծացել է եւ դրա հետևանքով ասենք չափազանց մեծ քանակությամբ մարդիկ ասում են հետ բերեք մեր արդյունաբերական աշխատանքները, աշխատատեղերը։ Արդյունաբերությունը այս տեսակետից բավականաչափ եղել է հավասարաչափ զարգացման գործիք։ Եվ այդ հավասարաչափ զարգացման գործիքի տեսակետից, երբ որ արդյունաբերական հիմնական զարգացումներն են տեղի ունեցել, այդ արդյունաբերական զարգացումներով պայմանավորված ձևավորվել է միջին դասակարգ, որը մենք հիմնականում ըստ էության հասկանում ենք ոչ միայն երբ որ մեկ ինչ-որ ասում միջին դասակարգ, ոչ միայն վերաբերում է եկամուտներին, մանր միջին բիզնեսին, բայց նաև ասենք, նայեք, երբ որ ասում են միջին խավ, երկրների մեծամասնություն աշխարհի երկարաժամկետ, երկարատև փոխադրողի գնացող վարորդները, գրական հայերենով դրանց ռեյսավիկները, բոլոր երկրներում ավելի շատ են վաստակել, քան ուսուցիչները, բայց ուսուցիչներին միշտ համարում են միջին խավ, թեև նրանք Կան եկամուտ չունեն, նրանք չեն համարում, այսինքն այստեղ միայն տնտեսական գործոններ չեն։ Հիմա եթե մենք նայում ենք այս մարդկանց, ապա ես կասեի ցածր միջին խավը ունեցել է բավական մոտավորապես 45-ից 75 թվականներին առաջընթաց անընդհատ եւ այդ առաջընթացի ժամանակ միջին խավը ունեցել է համախառն ներքին արդյունքի էական մասը։ Նրանից հետո սկսել է մասը կրճատվել եկամուտների բաշխվածության մեջ։ Եվ այս մարդիկ հիմա ասում են, մենք ուզում ենք եւս ունենալ հեռանկար, ունենալ զարգացում եւ մենք գիտնական չենք դառնալու։ Մենք կոլեջներ չենք ավարտելու, մենք դժվար համատավոր աշխատանքներ որպես այդպեսին չենք անելու, բայց մենք ունենք աշխատելու եւ ցանկություն եւ հմտություններ։ Ստեղծեք մեր համար հնարավորություններ։ Հիմա Տրամպը այդ թեման բռնելով դեմոկրատները քանի տարի նմանատիպ թեման արամարում էին, ասում են կարևոր է նաև որ ձեր մոտ իհարկե եկամուտները չի ավելանում, բայց դուք իրականում ավելի էժան ապրանքներ եք գնում։ Դրա հետևանքով ձեր կյանքի որակը լավանում է։ Եվ սրա հետևանքով Ուսուտ չէին խոսում խորքի մեջ։ Չէ։ Ուղղակի կյանքի որակի լավացումը բոլոր մարդիկ միշտ միայն էժան ապրանք գնելով չի։ Մի քանի գործոն կա, միայն էժան ապրանք գնելը չի, կա գործոն հավասարությունը մարդիկ միշտ հարաբերական են անցալում, այդքան կարևոր չի ես ինչ եմ անում, ինչքան եմ ստանում, կարևորն է թե Սպարտակի համեմատ, որը Գելենտվագենա քշեմ, ես իմ Զապորոժեցը, այդքան էլ լավ չի։ Եվ երրորդը ես իմ աշխատանքից պետք է ստանամ բավարարվածություն, ես հասկանամ, որ ես օգտակար եմ եւ հեռանկար ունեմ եւ իմ երեխան եւս հեռանկար ունի։ Այս կտորները բացակայում էին։ Երկրորդային պահանջմունքները չէին։ Եվ այս տեսակետից խնդիրներ էր առաջանում։ Հիմա
Տնտեսագետների մեծամասնությունն ասում է, հա, ենթադրենք մենք արեցինք, բայց ասում եմ, եթե մենք շուկաները բացել ենք։ Այդ շուկաները բացելու պարագայում այդ գործարանները, որ սարքեք, այդ գործարաններից ստեղով է աշխատելու այդ գնով։ Մեկը դուք չինացիներին պարտվելու եք, որովհետև այնտեղ աշխատավարձի մրցունակության տեսակետից դուք խնդիր ունեք, ընդ որում հիմա չինացիներն էլ որ սկսել են զարգանալ, իրենց մոդել է այդ խնդիրը կա Ինդոնեզիայի, Վիետնամի եւ այլոց նկատմամբ։ Եվ դա տնտեսագետներն ասում են մի ֆետիշացրեք արդյունաբերական աշխատատեղերը, ծառայությունների աշխատատեղերով եթե կարողանում եք անել, այս արեք։ Նրանք էլ ասում են ի տարբերություն այդ ծառայությունների աշխատատեղերով շատ հետաքրքիր սոցիոլոգիայի հետազոտություններ կար Կորնել Վեստի, եթե չեմ սխալվում, 100%-ով չեմ հիշում, բայց ասում է արդյունաբերությունը ըստ էության ձևավորում է մշակույթ, որը ամեն օր աշխատանքի գնալն է, դիսցիպլինա ունենալն է, ստաբիլությունն է, չէ, դրանից բացի ձեզ դարձնում է մրցունակ եւ ոչ հանցագործ պարտադիր չի որ դուք գողություն անեք հակվածության եւ բանի տեսակետից ասենք եթե դուք մշտական աշխատանք ունեք ռեժիմով գնում եք եւ ռեժիմով աշխատում եք ու տրամաբանորեն մասնակցում եք տնտեսական կյանքին դուք դառնում եք հասարակության մասնիկ Համակարգի մաս, եթե դուք դա չեք անում, դուք դառնում եք ապահամակարգային տար, որից հանցագործություն մի քայլ է, դուք դեռևս հանցագործ չեք, ուղղակի շատ ավելի հակված կլնեք, եթե որ դուք զգում եք, որ համակարգը ձերը չի։ Հիմա բավական հետաքրքիր է տրամաբանությունը կա եւ այդ վեճը կա, ասենք բավական հետաքրքիր էր, վերջի անգամ երբ որ քննարկում էին այդ տվյալները Միացյալ Նահանգներում այդ աշխատատեղերի ինչ էր տեղի ունեցել տարիֆների բարձրացում որոշակի տեղի էր ունեցել եւ գործարանների համար սուբսիդիաներ ասենք Տրամպը շատ է սիրում տարիֆներ բարձրացնել դրան համարժեք Բայդենը տարիֆ բարձրացումների վրա չէր գնում ինքը գնում էր սուբսիդիաներ տալու այսինքն ոչ թե նրան ձեր ապրանքի գինն եմ թանկացնում որ մտնի իմ շուկա, այլ իմ եղած ապրանքի գները հարկերից սուբսիդավորում եմ, որ ավելի էժան լինի եւ դուք մրցունակ լինեք։ Հիմա սրա հետևանքով իրականում Չինաստանից առևտուրը կրճատվեց, բայց չինացիները սկսեցին գործարաններից արտադրել Մեքսիկա, Մեքսիկայից սկսեց մտնել Միացյալ Նահանգներ, որովհետեւ ամեն դեպքում տնտեսական տրամաբանությունը էական է։ Հիմա Եթե մենք այս ամեն ինչը նայում ենք, ինչի համար եմ ձեր տված հարցին պատասխան բերում, գալիս է նրան, թե մենք ինչ աշխատատեղեր ենք ուզում, որ դասակարգի համար եւ ինչու։ Հիմա գալիս է ըստ էության ներքին վերաբաշխման խնդիրը։ Տեսականորեն մարդիկ կան, որոնք պնդում են, որ տնտեսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներին ես չեմ ասում սա ճշմարտություն է Ամերիկայի Միացյալ Նահանգներին խիստ անհրաժեշտ էր մեծ պատերազմ Եվրոպայում ինչու ոչ թե նրա համար որ ուզում էին մարդիկ զոհվեին եւ այլն ռազմաարդյունաբերական կոմպլեքսը ամերիկյան մի քանի տասնյակ միլիարդի արտահանում է ապահովում Եվ հիմնական արդյունաբերական ձեռնարկություններն են, որոնք չեն միգրացվել։ Այսինքն եթե տեքստիլ այլևս չեն արտադրում, ես չեն արտադրում մեքենաշինությունը, տեխնոլոգիական զարգացումները։ Տանկնուհրթիռը մեկը Ամերիկայում։ Տանկնուհրթիռը միևնույնն է Ամերիկայում, այդ թվում տանկնուհրթիռի արտադրության թե Միացյալ Նահանգներում դրանք արտադրվում են, թե դրանք շահագործվում են։ Այսինքն, ընդհանրենք Ուկրաինային տրվող ատակամս հրթիռները դրանց կարգաբերումը ուղղորդումը եւ այլն ուկրաինացիները չեն անում որտեղ այդ համակարգերը իրանցը չեն այդտեղ նաեւ հետարտադրական ծառայությունների բաններ հիմա դրա հետևանքով ըստ էության ինչ եղավ այս 2-3 տարում խորհրդային միության տարիներին արտադրված բազմաթիվ արտադրանք դարձավ մետաղի ջարդուն դրանց վերադարձ չկա շատ եվրոպական երկրներ իրենց զինամթերքները տվեցին
Ուկրաինային, որպեսզի տեղ ազատեն նորացնելու համար, որովհետև իրանք էլ շատ հաճախ ուզում էին լիկվիդացիայի գնացին տնտեսական։ Նայեք, նաև իրանք ինչ խնդիր ունեին, բանակը ժամանակ առ ժամանակ թարմացնելու կարիք ունի։ Հիմա թարմացնելու կարիք կա, բայց հիմքերը չկան, անավանդ եվրոպացիների տեսակետից, որոնց ծախսերը քիչ էին եւ իրենք հատուկ սոցիալական ծախսերին շատ ավելի մեծ տեղ էին տալի քան այն տեսակետից։ Հիմա ըստ էության իրենք տեղ բացեցին, որովհետեւ ամերիկացիները իրենց խոստացան, ասացին դուք այդ ամեն ինչից հրաժարվեք, այդ թվում նախկին սովետական ինչ առել եք, թող չլինի։ Մենք ձեզ դնենք երթագրության, նույնը կտանք եւ այլն, այդ սպասարկումով կանենք եւ այլն։ Եվ ամենահետաքրքիր տրամաբանությունը ստեղ որն է, որ կրկին ոնց որ գերմանացի կանաչների պարագայում եթե ծախսերով դեֆիցիտի մեծացումը գնար Միացյալ Նահանգներում բյուջեի քննարկումների ստանդարտ ճանապարհով, ոչ մեկը չէր համաձայնվի։ Բայց այդքան ականակությամբ պատերազմին հակազդելու տրամաբանությամբ պարտքի ավելացում տեղի ունենում շատ արագ։ Եվ բոլորն ասում են իհարկե դրա անհրաժեշտությունը կա։ Շատերը դրա համար ովքեր ռազմաարդյունաբերական կոմպլեքսի քննադատներն են, ասում են այս պատերազմը ամերիկյան ռազմաարդյունաբերական կոմպլեքսի մոգոնացնու մանանան էր, որովհետև դրա հետևանքով ինքը ստացավ առնվազն 15-20 տարվա պատվերների շարք, եվրոպական երկրները այսպես թե այնպես մեծացնելու են իրենց պատվերները, քանի որ նրանք էլ եթե անգամ ուզենան կարճ ժամանակահատվածում տեխնոլոգիական փոփոխություններ չեն կարող անել։ Այս տրամաբանության մեջ բավական հետաքրքիր գլոբալ դինամիկա է գնում եւ այնպես չի որ իրենց ասածը 100%-ով ճիշտ է, բայց այնպես չի որ 100%-ով ճշմարտություն չկա։ Իդեպ անցած շաբաթ հենց կարծեմ Գերմանիայում այդ տասնամյակներ շարունակ գործող օրենսդրական արգելքը վերացրեցին ռազմական նպատակով պարտք վերցնելու եւ հիմա Գերմանիան էլ արդեն գնում է միլիտարիզացիայի արդեն նոր ճանապարհով, չէ՞։ Կհիշեք, ընդամենը մոտորապես 15 տարի առաջ երևի պրեզիդենտ ունեին Հորստ Կոլերը, որը խոսում էր մի բանի մասին, որ գերմանացի զինվորները պետք է դրսում ծառայություն մատուցեն ընդհանուր ջանքերի մեջ եւ մի հետաքրքիր ֆրազ ընդամենը ասեց, որ եթե մենք երկիր ենք, որը ամենաշատ արտահանող երկիրն է Եվրոպայում, եթե չեմ սխալվում նաեւ աշխարհում, որպես համախառն ներքին արդյունքի տոկոս արտահանվող իրանց մոտ ամենաբարձրն է։ Դա հիմնականում կապված է նաև նրա հետ, որ իրանք Եվրոպայի մեջ են շատ արտահանում եւ Եվրոպան որպես մի միավոր չի։ Եթե ասենք առանձին Եվրոպան վերցնեն, այդպես ինչ էր լինի։ Բայց մի խոսքով ինքը ասաց, եթե մենք այդքան արտահանումով զբաղվում ենք, ամբողջ աշխարհով արտահանում ենք, ապա այդ արտահանման ճանապարհների հսկողության մեջ պետք է մեր դերն ունենանք։ Աղմուկ բարձրացավ, ստիպված հրաժարական տվեց։ Ուզում եմ ասեմ, այդ աստիճանի փոփոխություններ տեղի ունեցան։ Բայց այնուհանդերձ, եթե վերադառնանք Հայաստանի պարագայում, անվտանգություն, տնտեսություն, աշխարհաքաղաքականություն էս եռանկյունու մեջ, մենք հիմա ինչպես զարգացնենք, որ ուժեղանանք, բայց մեր անվտանգությունն էլ բանտակ չդրենք։ Ինչի համար եմ ասում, կարող է հիմա շատ միամիտ մի նախադասություն ասեմ։ Մենք պլանավորում ենք ձեր ասացի տրամաբանությամբ, որ երբ սկսենք քայլեր Եվրոպա գնալու, դա ինչ որ ժամանակ է պահանջելու միջև ստանդարտներին, բայց իմ տպավորությամբ ավելի մեծ հարցական է, մենք կհասցնենք եվրոպական ստանդարտներին, թե այդ Եվրոմիությունը որպես քաղաքական միավոր կդադարի գոյություն ունենալ։ Եթե անգամ Եվրոմիությունը քաղաքական շուկան կմնա։ Շուկան կմնա։ Դրա համար ես ճիշտ ասած այդ տեսակետից չեմ մտածում։ Վտանգավոր չի։ Եվ եթե անգամ իրենք կլինեն ավելի քիչ քաղաքականացված միավոր հորանք չունենան միասնական շատ քաղաքականություններ, իրանց շուկայի տեսակետից տարբերությունները կմնան։ Խնդիրը հետևյալն է, որ բոլոր փոփոխությունները գալիս են ժամանակի հետ, մենք ինչ ենք անում ժամանակի հետ մրցավազքը շահելու համար։ Հիմա եթե մենք նայում ենք արտաքին ցուցանիշներից,
այդ արտաքին առևտրի չէ, արտաքնապես հասանելի։ Մենք այնպես չի, որ ռազմական ուղղությամբ ծախսեր չենք անում։ Եվ ըստ էության մենք ռազմական ծախսերի տոկոսային հարաբերությամբ միշտ արել ենք ավելի շատ, հիմա էլ շարունակում ենք շատ անել եւ արդյունքին համապատասխան այդ ծախսերը անում ենք նրա համար, որ կարողություն զարգացնենք։ Թե դրա արդյունավետությունն ինչքան է, շատ է, քիչ է, ես որևէ բանի վերաբերյալ չեմ կարող դատողություն անել, նախ տեղեկություն չունեմ, երկրորդը մասնագետ չեմ։ Այսինքն դրանով մենք ինքնաթիռ ենք առնում, որը չի թռնելու, թե հրթիռ ենք առնում, որը միանգամից կրակելու է, չեմ կարող ասել։ Դրա համար հարցը պետք է տակ շատ ավելի մասնագետների, բայց արտաքին ցուցիչով ոնց որ թե դրանով անհանգստություն կա կրկին։ Մեր ընդունած քաղաքականությունը հետևյալն է, որ դրա մասին որևէ ռազմակոչայտարություն չենք անում եւ այդ ընթացքում էապես զարգացնում ենք ծախսերը։ Իսկ այդ ծախսերը իրականում կատարվում են թե չեն կատարվում, այդ ծախսերի վերաբերյալ ինչ է, ռազմական էքսպերտները կարող են խոսել։ Այդ ընթացքում, եթե մենք այդ ծախսերը մեծացնում ենք, մեր տեխնոլոգիական լուծումները ինչպիսին են, եւ այդ տեխնոլոգիական լուծումները մեր մոտ կիրառելի են թե չէ, այլ հարցեր են, որոնց պատասխանը ես չունեմ։ Որովհետև ոնց որ մենք Միացյալ Նահանգների մասն էինք ասում հետ սպասարկման տեսակետից, մեր կրկին շատ ապրանքներ ռազմական խորհրդային տեխնոլոգիաների, ռուսական տեխնոլոգիաների տրամաբանության տակ էին եւ հիմա էլ մեծամասնությունը այդպեսին է։ Ինչ որ մի պահի Ռուսաստանը մեր համար ժամանակ չունեցավ։ Դրանց բխող հետևանքները։ Դրանց բխող բոլոր հետևանքներով թե իրենց ակտիվության տեսակետից, թե մեր հարաբերությունների տեսակետից եւ այլն։ Մենք այդ բացը լրացնում ենք Հնդկաստանով, թե այդ մենք բացը լրացնում ենք այլ երկրներով, ես չեմ կարող ասել, եւ եթե մենք լրացնում ենք Հնդկաստանով, Հնդկաստանի հետ սպասարկումը ինչպիսին է, կա թե չկա, եւ դրա գինը ինչպիսին է, դրա ուրեմն մատակարարման լոգիստիկան ինչպիսին է, դրանք հարցեր են, որոնք խիստ հետաքրքիր են եւ կարեւոր են քննարկել, որոնք սակայն իմ կոմպետենցիայից դուրս են։ Եթե մենք այս բոլոր հարցերը նայում ենք, երևի թե այդ ուղղությամբ զարգացումներ կան, որոնք գնում են նրան, որ մենք կարողությունների կուտակում անում ենք, ուղղակի դրա գնահատականների խնդիրն է։ Պարոն Գաբրելյան, ես ուզում եմ մի հարց տամ, որը գուցե շատ կանոնիկ չի տնտեսագիտության իմաստով, բայց այս թեմայի շրջանակներում երևի արժի անդրադառնալ։ Հայաստանում ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Հայաստանի պետական շահը տնտեսության զարգացումն է։ Այսինքն սա որպես մի թեզ ընդունենք եւ մյուս կողմից ունենք արտաքին քաղաքականություն, որը ի տարբերություն տնտեսական շահ նպատակադրման գոնե մասամբ չափելի չէ, այսինքն արտաքին քաղաքականության մեջ կարող են լինել իրողություններ, որոնք մոնետիզացիայի չեն ենթարկվում, չափելի չեն։ Օրինակ ձեր խոսքում խոսեցիք, երբ թվարկում էիք գազի հնարավոր այլընտրանքները, ասենք ադրբեջանական գազ, զուտ տնտեսական արդյունավետության տեսանկյունից դա կարող է շահավետ լինել, բայց ունենա ոչ չափելի այլ հետևանքներ։ Կամ նույն ավելի զգայուն կամ ոչ պակաս զգայուն հարցը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումն է, որը տնտեսական որոշ ասպեկտներով կարող է շատ արդյունավետ հետևանքներ ունենալ, կարող է ունենալ նաև ռիսկեր, ինչպես Սպարտակը նշեց, որոշակի ճյուղերի էքսպանսիայի առումով։ Հարցս եթե ընդհանրացնեմ, այս հավասարակշռման մասին է ուզում հարցնել, չափելի տնտեսական նպատակադրումների եւ ոչ ամբողջությամբ չափելի արտաքին քաղաքական նպատակադրումների հավասարակշռությունը։
Էլի բանաձև չեք ասելու, գիտեմ, ոչ էլ ակնկալում եմ։ Դրանց չափելիությունը հիմնականում գալիս է ներքին դիսկուրսից, թե ձեր երկրի ներքին դիսկուրսում ինչքանով է այս կամ այն գաղափարը տաբու։ Եվ դուք կարող եք արդյոք այդ տաբուն վերացնել կամ չվերացնել։ Հիմա ճիշտն ասած հարցադրումը մի քիչ տեղափոխվում է տնտեսականից այլ դաշտ, իմ տրամաբանությամբ այս պահին մեր բոլոր տաբուների վրա Օվերտոնի մեծ պատուհան է բացված եւ այդ տաբուները փորձում ենք հիմնակ խախտ անել։ Ինչքանով կհաջողվի, չեմ կարող ասել, որովհետեւ մարդիկ ընդհանրապես եւ հայերը մասնավորապես չափազանց արագ են սովորում հեշտ պայմանների եւ եթե անմիջական վտանգ չի սպառնում, ապա այդ անմիջական վտանգ չսպառնալու պարագայում այդ վտանգի արամարումը շատ հաճախ է տեղի ունենում։ Ես կարող եմ օրինակ բերել բավական հետաքրքիր դեպք կար ամերիկյան Չեռնոբիլը, այսպես ասած։ Պենսիլվանիա նահանգում կար 3 մոխոնանոց կղզի։ Այդտեղ տեղի ունեցել արտահոսք ռադիոակտիվ նյութի։ Եվ մարդիկ 70-ական թվականներին այդ քաղաքը սկսել էին լքել եւ այլն պանիկա էր ընկել, բայց էական չէր, ի տարբերություն Չեռնոբիլի չէր պայթել եւ կառավարվող process էր։ Բայց բավական հետաքրքիր բանկար մի ժուրնալիստ գնացել էր եւ ձևակերպվել էր որպես պահակ, թե բանվոր, որպեսզի հասկանա այդ աշխատողները այդ ռիսկին ոնց են վերաբերվում։ Եվ պարզել էր, որ ասենք այդ նույն տեղը, որտեղ տեղի ունեցել հոսքը եւ այդ մարդիկ, ովքեր պահակներն էին, գնում էին այդ ռադիոակտիվ տեղում, քանի որ բան չունեին անելու, պարկում քնում էին։ Դե ասենք պահակ էր, ձանձրանում էր, անելիք չկար, ասում էր դե ելնումա, մի օր ելնելու է։ Աշխարհում երնել կա։ Հա, մոտավորապես այդ տրամաբանությամբ։ Հիմա եթե աշխարհը կասանդրաների չի սիրում։ Այդ կասանդրաները, երբ որ ես ուզում եմ ուրախանալ, այդ կասանդրան գալիս է ասում է, բալսի ես վաղը ես ալնելու քեզ զգուշացնում եմ, ասում եմ ավելի ասենք։ Հազիվ թեթևացել էինք, հազիվ էս բանը եղել է։ Բայղուշություն մի արա։ Բայղուշություն մի արա։ Հիմա պոզիտիվ կասանդրաների է սիրում աշխարհը։ Այդ միշտ է սիրել։ Ուզում եմ ասեմ, Ուղղակի դրանց անունը արդեն կասանդրա չի։ Ես ինչի համար եմ ասում, այդ դեպքը, որ ասենք կոնկրետ այնտեղում, որտեղ այդ արտահոսքն էր տեղի ունեցել, որ հաստատ դեռևս ռադիոակտիվ էր։ Այդ մարդիկ քնում էին։ Ու հիմա կախված է նրանից մենք ինչքան դիսկուրս ունենք եւ այդ դիսկուրսը դա թույլ է տալիս, թե ոչ։ Ասենք բավական հետաքրքիր բանն է։ Այս պահին, եթե գանք Միացյալ Նահանգներին, ինչի համար է ուզում Տրամպը ամեն գնով Ռուսաստանի հետ լավացնել հարաբերությունները։ Իր տեսակետից իր նկատմամբ եւ ամերիկյան դեմոկրատիայի նկատմամբ տեղի ունեցել ոտնձգություն։ Իր տեսակետից կրկին։ Ինչն էր խնդիրը։ Ինքը ընտրվեց նախագահ 16 թվականին։ Եվ ինքը ուներ օրակարգ հիմնական Ախոյան, թշնամի ասելը այդքան էլ ճիշտ չի, Չինաստանին համարել եւ Ռուսաստանին չհամարել։ Բայց դա տաբու էր։ Եվ իր առաջին ժամանակահատվածի համար այդ տաբուն իրան ոչ մեկը չներեց։ Իրան անմիջապես, որովհետև կար խորը պետություն, խորքային պետություն, այդ խորքային պետությունը ասաց շատ կներես։ Մենք երկար տարիներ ես ինչ տրամաբանությամբ աշխատել ենք, էսենց է եւ այլն։ Դիմեք բոբոն դա Ռուսաստանն։ Դիմեք բոբոն Ռուսաստանն է։ Հիմա
իրականում իրանց անալիզների ելնելով Ռուսաստանն էր, թե Ռուսաստանը չէր, իրանք դրան ինչքան էին հավատում, ինչքան չէին հավատում, ես դա չեմ քննարկում։ Տրենդը դա էր։ Դա քննարկում եմ, երբ որ Տրամպին սկսեցին ոչնչացնել այդ տեսակետից։ Իրան ասացին ռուսական agent է, գնացել է Ռուսաստանում, ես իմ հետ ինչ ա արել։ Այդ բոլորը գիտեին, որ կեղծ տվյալներ է։ Եվ Տրամպի տեսակետից դա ասում էր ես եկել եմ իմ ծրագրով։ Ժողովուրդը ծրագրին հավանություն ա տվել։ Դուք ինձ այս ծրագիրն եք խափանում։ Մի հատ էլ սարքում եք agent եւ այլն եւ այլն։ Հիմա դրա համար ամբողջ երանդով ընկել է այդ բաների հետևից։ Ռևանշ ալելու։ Հա? Մուրը հանում էլի կոպիտ ասած։ Միանշանակ ինչի համար, որովհետեւ ինքը իր տեսակետից իրանից գողացել են ընտրությունը։ Հիմա գողանալու տեսակետից ես նկատի չունեմ գողացել են միայն բանը ձայները կամ ձայները չեն գողացել եւ այլն այդ կտորը չեմ քննարկում բովանդակային տեսակետից ինքը բերեց օրակարգ որի համար ինքը ստացել էր քվե եւ ուզում էր դա իրականացնել իրան ասացին չէ մեր համար Ռուսաստանը տաբու է ասես բայց չէ որ սենց է ժողովուրդն էլ քվեարկել է ասացին չէ կապ չունի տաբու է հիմա այնպես չի որ Տրամպը Overton-ի պատուհանին չէր տիրապետում։ Ինքը շատ լավ է տիրապետում եւ եթե ինքը ինչ որ մի բան շատ լավ գիտի, դա մեդիա կարգավարումն ու կառավարումն է։ Եվ ինքը միշտ բերում է ինչ որ բաներ օրակարգ, չափազանցնում է, հետո թողում է դա տարածվի, հետո մի անգամ եւս այդ չափազանցություններով գաղափարը դարձնում է բան, այսինքն ինքն էլ այդ մոտեցումով է անում։ Բայց անգամ իր հիմնականում մեդիա անձնավորություն լինելու տրամաբանության ներքո միևնույնն է ամբողջ դասական մեդիան ամբողջ բանը չկարողացավ հիմա ելի եթե նայեք բավական հետաքրքիր բանը Ամերիկայում Միացյալ Նահանգների մեդիայում տրադիցիոն մեդիան ելի տոտալ հակառուսական է ոչ տրադիցիոն մեդիան որը ոդկասթներն են եւ այլն դա հակառակ ուղղվածություն է գնում եւ սկսում է ընդհանրապես հակառակ եթե նրանք առաջ պրոտրամպական էին, բայց ոչ այդքան հակառուսական, ոչ այդքան պրոռուսական, մի շատ ավելի շատ են պրոռուսական, որը բևեռացնում է, բերում է։ Այսինքն այդ ասույթները, որոնք առաջ կհամարվեին Տրամպի առաջին ժամանակահատվածում ռուսական ռոպագանդա, հիմա դառնում են ավելի մեյնսթրիմ։ Եվ այդ տեսակետից կրկին իրանք Եթե նայեք բան կար, անալիտիկ կար Ջորջ Ֆրիդման, որը Ստրատֆորի ղեկավարն էր։ Հիմա ասում է ինչ եք ուզում, ասում է Ռուսաստանը վտանգ չի, անգամ ինքը, որ միշտ բան է եղել, ասում է այս նոր աշխարհում այս ինչ տեսակետից սենցա։ Բայց առաջ ոչ ինքն էր այդքան ասում, ոչ այդ կարծիքին այդքան շատ տեղ էին տալիս։ Հիմա այդ կարծիքը դառնում է ավելի դոմինանտ։ Հիմա կրկին եթե գալիս ենք այդ հարցին, ոչ չափելին կամ չափելին։ Իրականում արտաքին քաղաքականության չափելի կամ ոչ չափելիությունը կախված է նրանից, թե դուք ներքին տաբուների հաղթահարում ունեք, թե չունեք։ Եթե հիմա մեր Overton-ի պատուհանները մեծացնենք հնարավորին բոլոր բաներն ասենք անունը դնենք իրական կամ չգիտեմ ինչպիսի Հայաստան այդ մնացած բոլոր տրամաբանություններով տանենք, բայց ներսում դա տաբու լինի, դա չի անցնի։ Եթե դրան այսինքն դրա լուծումը ներքին քաղաքականության դիսկուրսն է։ Այսինքն հանրային դիմադրողականությունն է ի վերջո, որովհետև մի կողմից մեր մոտ ոչ թե Overton-ի պատուհան, այլ Overton-ի դարպասներ են բացվում տաբուների վրա, բայց հանրային հակադարձումն էլ առանձնապես շատ ֆունկցիոնալ չի, չէ՞։ Այսինքն դեռևս չհաշված տեղային ընդվզումները մենք չունենք հակադարձում, որ այդ տաբուները չեն կոտրվի։ Ես չեմ կարող ասել, ես դրա մասնագետ չեմ։ Ես էլ մասնագետ չեմ եւ չկան չափված սոցիոլոգիական հարցումներ, տպավորությունն եմ զուտ։ Ձեր հարցի պատասխանն եմ փորձում տալ, թե արտաքին քաղաքականության ոչ տնտեսական եւ ոչ չափելի հատվածները
ինչպես են արտահայտվում եւ ինչպես կարող ենք դրանց մասին տեղեկացած լինել, դրա խնդիրը նա է, որ ինքը գալիս է ներս։ Հիմա եթե էլի գանք բանին Կուբայի ճգնաժամին 62 թվականի Կարիբյան ճգնաժամին մի շատ հետաքրքիր գիրք կա, դա շատ հետաքրքիր ճգնաժամ է, համարյա աշխարհի բոլոր դպրոցներում ուսումնասիրում են դա դիվանագիտական եւ այլն։ Հարվարդի պրոֆեսոր կար դեկանն էր, որը նաեւ ժամանակին Պենտագոնի թե State Department-ի պլանավորման վարչության պետն էր Գրեհամ Ալիսոն։ Գիրք ունի, որը կոչվում է որոշման էությունը, Essence of Decision։ Այդ գիրքում նայում է 3 մոդել. արտաքին ռացիոնալություն, standard operating procedures, այսինքն պրոցեդուրաների տեսակետից եւ այլն, եւ նայում է ներքին քաղաքական տրամաբանության տեսակետից։ Քննարկումը հետեւյալն է. Եթե նայում են արտաքին ռազմավարական տեսակետից, մկնամարան, որը հետագայում համաշխարհային բանկի պրեզիդենտ էր Վիետնամի ժամանակ, ֆինանսների նախարարը, ֆինանսների նախարարը, թե Պենտագոնի ղեկավարը, չեմ հիշում Պենտագոնի ոնց որ ինքը ասում է իրականում Կուբայում լնեն չլնեն, էական չի, որովհետև ինտերկոնտինենտալ բալիստիկ հրթիռների պարագայում դա ստրատեգիական հարց չի լուծում։ Standard operating procedure-ներով նայում ես, բանից պարզվում է, որ այդ մազապուրծ են եղել համաշխարհային պատերազմից, որովհետև այդ ձեռնարկները, որով գրված էր, թե իրանք ոնց պետք է անեին եւ ինչ կռիվներ պետք է անեին, այդտեղ չէր ենթադրվում այդ տեսակի զենքերով հակամարտություններ եւ այդտեղից էր բանում։ Բայց ի վերջո էական խնդիրը գալիս է նրան, որ ասում է, եթե այս խնդիրը ես լուծում չտամ, ես ներքին քաղաքական կենսունակություն չունեմ։ Դրա համար վերընտրվելու խնդիր չունեմ։ Այ տարբերություն իրա Խրուշչովը վերընտրվելու մասին չէր մտածում։ Պրոբլեմ չուներ։ Իրան թվում էր, որ չունի, ինքը չէր մտածում։ Որտեղ երբ որ իրան 64 թվականին հանեցին, իրան մեղադրում էին, որ ինքը զիջեց, որ ինքը զիջեց, այսինքն իրականում ուներ, բայց ուղղակի այդ նախընտրական ոչ ստանդարտ ընտրության խնդիր էր եւ այլն։ Հիմա իրեն հանեցին, բայց պալատական հեղաշրջումը ոչ ընտրություններ։ Բայց մեղադրանքներից մեկը դա էր։ Նույն Քենեդին մեղադրում էին, որ ինքը զիջեց։ Բայց նայեք, իրականում տարբերությունը հետեւյալն էր։ Տարբերությունը գործարքի հրապարակայնությունն էր։ Գործարքը երկու կողմից նույնն էր։ Նրանք հանում էին Կուբայից, սրանք հանում էին Թուրքիայից։ Միակ պայմանը, որ Քենեդին դրեց, ասեց Թուրքիայից հանելը անելու եմ հետո, անպայման անելու եմ, ստորագրում եմ։ Բայց չենք հրապարակում դրա մասին։ Դուք դուս եք գալիս, ես անում եմ, բայց դրա մասին խոսում ենք հետո, ես առանձին որոշում եմ ընդունում, հանում եմ։ Ոչ որպես գործարքի մաս։ Դրանով ինքը դուս եկավ հաղթանակած։ Եվ բավական հետաքրքիր է, որ երբ որ ռուս-ուկրաինական հակամարտության առաջին փուլերն էր գնում, միջև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, Պուտինը մի շարք առաջարկներ արեց, որոնք այնպիսին էին, որը ակնհայտորեն Բայդենը պետք է մերժեր եւ իրեն ձեռնտու էր դրանց մերժելը, այսինքն լեգիտիմացնելու էր իր քայլերը։ Մոտորապես հետեւյալն ասեմ, նրան պետք էր, որ ինքը մի 4 պահանջ էր առաջ քաշում, իրան պետք էր, որ երկուսին համաձայնվի, այն 4-ը հատուկ նենց էր ձևակերպել, որ դա մերժի, որ Բայդենը մերժելու տեղ ունենա։ Ինչի համար, որովհետև բանի խնդիր կար, ինքը ի տարբերություն ցանկացած այլ լիդերի ունի շատ ավելի մեծ պաշար, որ կարող են իր դեմ հարցադրումներ անել դեմոկրատական ճնշումների եւ այլնի, թե բարձր տոկոսին, թե ընտրություններում, թե երկրի կառուցվածքն է ուրիշ եւ այլն, դրա մեջ չմտնենք Ռուսաստանի կառուցվածքի մեջ։ Հիմա այսինքն նույն տեխնոլոգիական լուծումը, որ ես համաձայն եմ դու ինձ միսկի բաների իրագործումը տուր, այն մնացած մեծ բաները, որ երբեք չես համաձայնվի սրան, երբեք չես համաձայնվի նրան եւ այլն, այնպես բաներ ասա, որ քեզ ոչ մեկը չի կարող այդ բան պարտադրի բանան։ Այսինքն ինքը ուզեց Խրուշչովը երկու անել,
բայց ամերիկացիները դրան չգնացին։ Ի վերջո կրկին եկավ նրան, որ թե Ամերիկայում 62 թվականին, թե դրանից հետո ոչ տնտեսական բաները ի վերջո ջարդվում են ներքին քաղաքական դիսկուրսում տաբուների վրա։ Հիմա այդ դրանք ոնց են ձևավորվում եւ արդյոք մարդիկ, ովքեր տնտեսական շահեր ունեն դրա մեջ, դրան մասնակցում են թե չէ, բնականաբար սա էլ կա։ Այսինքն ներքին քաղաքական դիսկուրսում այնպես չի, որ մենակ հպարտությունից են խոսում եւ ոնց կլինի մեր ազգային հպարտությունից եւ շատերը խոսում են նաեւ, որտեղ իրանք տնտեսական շահեր ունեն, արտահանում են, այս ինչն են անում, այն ինչն են անում, այս ինչ ռեսուրս էժան են ստանում, այս ինչ ռեսուրս արագ են ստանում։ Այդ հարցերն են կան։ Դուք խոսեցիք որոշման էությունը գրքի մասին, շատ հետաքրքիր ասպեկտներով, ես կուզենայի անդրադառնանք նաև որոշման գինը, հա, հասկացությանը, երևի այդ վերնագրով գրքեր էլ վստահաբար կան, բայց ձեր ամբողջ հաղորդման ընթացքում ձեր ներկայացրածի տրամաբանությամբ, այսինքն ներքին դիսկուրսի ու արտաքին զարգացումների այդ դիալեկտիկական կապի մասին։ Մենք ներսում կայացնում ենք որոշումներ, հա, հանրային դիսկուրսից ելնելով ընտրությունների միջոցով, հա, տարբեր այլ քաղաքական ակտերի, որոնց արդյունքում որոշումների կայացման մանդատ ստացողները արդեն կայացնում են որոշումներ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ու չգիտեմ, այդ տրամաբանությունը գործում է հակառակ թե ոչ, բայց այդ արտաքին քաղաքական որոշումների գինը վերջին հաշվով վճարում են ներքին սուբյեկտները, այսինքն այն որոշումը կայացնողները, որոնք տվել են այդ մանդատը։ Մի փոքր գուցե բարդ է ստացվում, բայց այս շղթայի մեջ ես կուզեի, որը նաև հաղորդման ամփոփման, հա, երևի մեր որոշումների գնի մասին խոսենք, լայն իմաստով գնի մասին, եւ արդյոք մենք որպես հավաքականություն որոշումներ կայացնելիս մտածում ենք այդ գների մասին, թե ուղղակի շատ հետաքրքիր հարց եք տալիս եւ կրկին այստեղ երբ որ ասում եք մենք մտածում ենք, ես երբևէ չեմ կարծել, որ հայերը եզակի են։ Այսինքն ընդհանուր process-ները որպես կանոն սովորական ընտրողը չի մտածում։ Կարևորը այդտեղ եթե կան կուսակցություններ, հասարակական խմբեր, այս կամ այն գաղափարը առաջ տանողները, որոնք կարող են դա ձևակերպել շատ հստակ եւ էմոցիոնալ կերպով։ Եթե այդտեղ չկա էմոցիոնալ ձևակերպում, ապա որպես կանոն միջին ընտրողը դրան չի հետևում։ Իր համար դիսկուրսը չկա, եթե չկա։ Վարվում է Չեռնոբիլի պահակի նման։ Ես դրա վերաբերյալ ասել եմ իմ սիրելի հեղինակներից մեկը, Ջոնաթան Հայթ, սոցիալական հոգեբան է, Նյու Յորքի համալսարանից, շատ է գրում սոցիալական ցանցերի վնասակար ազդեցության մասին եւ օրինակ ասենք մի ոդկասթերից մեկում խոսել եմ նախորդ գրքի մասին, այս վերջին գրքում օրինակ ասում է երեխաներին արգել ենք սոցիալական ցանցեր մտնելը եւ այլն, մինչեւ չափահաս չլինեն, որովհետեւ շատ են ձևավորվում, այս ինչ լինում եւ լիքը տենց խնդիրներ կան։ Ինքը ասում է, որ սոցիալական մեդիայի պարագայում քաղաքականությունը դառնում է ապուշ, stupid բառն է։ Չի ասում քաղաքական գործիչներն են։ Քաղաքականությունը ընդհանրապես։ Ասում է քաղաքականությունը, որովհետև ֆորմատը փոխում է։ Հիմա ասենք ես ինչի համար եմ սիրում ոդկասթի ժանրը, որ մենք կարանք քննարկենք, երկար խոսենք։ Բայց ոդկասթի ժանրը հեշտ սպառվող ժանր չի։ Շատ ավելի հեշտ սպառվողը կարճ հավելվածները, որոնք տևում են 30 րոպե եւ ձեզ պետք է տեղեկացնեն դրա վերաբերյալ այո կամ ոչ։ Ասենք 30 վայրկյանում դուք 3 հատ նյուանս չեք կարատակ։ Հիմա ես հիմնականում այսօր խոսել եմ նյուանսներից եւ ասենք ես ինքս չեմ հավատնում, որ միանշանակ պատասխաններ կան, որովհետեւ դրանք դիալեկտիկ կապի մեջ են։ Երբ որ դիալեկտիկ կապի մեջ են, այդ տեսակետից խնդիր չի լինում։ Բայց այդ նույն հարցն ասում եմ, պատասխանեք խնդրեմ հետեւյալ հարցին, ես միշտ այդ օրինակն եմ բերում։
այո կամ ոչ, դադարել եք ծեծել ձեր կնոջը թե ոչ։ Բայց չէ, կոնկրետ հարց եմ տվել, այո կամ ոչ։ Հիմա այդ տեսակետից մեր դարում հիմնականում դա դարձել է շատ էմոցիոնալ խնդիր եւ եթե դուք զուտ բան եք անում ձևակերպում եք խնդիրները տարբեր ձևերով եւ ոչ զգացական, ապա հավանականությունը, որ դրա մեջ փոփոխություններ կարող են լինել, միջին ընտրողը չի զգում։ Թեև դրա պայծառ կողմին նայենք։ Երբ որ մանրամասն ուսումնասիրում են 2024-ի ընտրության արդյունքները, Տրամպի հիմնական առավելությունը ինքը գնում էր ոդքասթների եւ կարողանում էր իր հաղորդումը մեսեջը հասցնել շատ ավելի տրամաբանական ու զրուցային ձևով եւ դա նույնպես աշխատեց, այսինքն հույսը մեռած չի։ Կարևորը նմանատիպ թեմաների քննարկում անելն է։ Գնի տեսակետից եթե անընդհատ չլինի ինչ որ մեկը ես ասենք հիմա այդ գինը հաշվարկած չունեմ որ ասեմ գիտեք ինչ եթե ես անեք ձեր վրա ինքնությունը նստում է 50%-ով մի դուք կլինեք 27%-ով այսքան այս ինչը կլինի սենց եւ այլն բայց եթե անընդհատ նմանատիպ թեմա շրջանառվի եւ այդ թեմայի շրջանառությունը բերվի ապա դա հարցադրում կառաջացնի եւ այդ հարցադրումը կարող է ասենք ինձնից անկախ ես շատ կամ մեզնից անկախ ես կամ դուք այս խոսակցության ժամանակ ինչ որ մի բան ասենք, որը դառնա մեմ։ Այդ մեմը կարող շատ մեծ ազդեցություն ունենա։ Զրույցը կմոռացվի մեմը կմնա։ Հիմա այս տեսակետից կարևորը եթե մենք դա սկսենք քննարկել կամ չքննարկել եւ այդ թեման լավ է, գինը որ տալիս ենք ի՞նչ է։ Ասենք պայմանականորեն ասած դեզով ասել, որ թուրքական վիլայեթը ռուսական գուբերնիայից վատն է։ Ինչ տրամաբանություն կա, ինչի համար եք մեկ ֆետիշացնում, հաշիվ մյուսին։ Էլի տաբուների հարցին ենք գալու։ Ու էլի գալիս եք տաբուների հարցին, բայց այդ տաբուները եթե չես քննարկում, դա խնդիր է։ Որովհետև ի վերջո եթե դուք տաբու եք ունենում, այդ տաբուները չեն մնում, այսինքն իրանք ինչ որ մի ժամանակ կմնան, բայց տաբուները պետք է բացատրություն ունենան։ Կամ դառնում են ժամկետանց, այսինքն մշտական տաբու որպես այդպեսին գոյություն չունի։ Եվ քանի որ ամփոփում ենք, պաստորեն այս խոսակցության ընթացքում ինչպես եւ մեր այս ոդքասթների ամբողջ շարքի ընթացքում լաբորատորիայի բնականաբար չենք հավակնում վերջնական ճշմարտություններ ասել, մանավանդ նման բարդ հարցերի հետ կապված, բայց ամենակարևորը, որ դուք պարոն Գաբրիելյան նշում եք, եթե շարքային ընտրողը, շարքային քաղաքացին ոչ թե չի զբաղվում այդ հարցերի պատասխանը գտնելով, այլ դա խորքի մեջ իր խնդիրն էլ չի, էլի։ Ինքը չպետք է դրանով զբաղվի, դրանով զբաղվելու հայտ ներկայացած ինստիտուտներ կան, քաղաքական, հասարակական եւ այլն։ Ամենակարևորը քննարկել, վիճել, վիճաբանել, բանավիճել, ինչքան ուզում են իրար բացի վիրավորանքից մնացած ամեն ինչը ընկալելի է ինձ համար, բայց եթե այս խնդիրների շուրջ խոսակցություն չլինի, որովհետև սրանք բարդ խնդիրներ են, խոսակցություն չլինի, որովհետև դրանք տաբուներ են, մենք երբևէ առաջխաղացում չենք ունենալու։ Սա առաջին բանը։ Երկրորդ խնդիրը, այդ որ ասում ենք մենք ունենք տաբուներ, սրանց շուրջ չի կարելի խոսալ։ Դա շատ արագ վերափոխվում է, ոչ թե դու ունես այդ տաբուն, այլ տաբուն ունի քեզ։ Ու այն տարբերությամբ, որ տաբու շատ արագ կարող է մոռացվի, ժամկետանց դառնա, բայց դու մնալու ես։ Այսինքն մի տաբուին կգա փոխարինի մեկ այլ տաբու, այդ տաբուին մի այլ տաբու, եւ եթե դու դրան չառնչվես, դու երբևէ պատասխան չես ունենալու։ Եվ երրորդ ամենակարևորը, որ ի վերջո մենք առիթով ու անառիթ շատ պարագաներում որպես կանոն անառիթ ասում ենք, որ մեր մրցակցային առավելություններից մեկն էլ, չգիտեմ դա երբևէ մեր տնտեսական ուրեմն բանի հիմքում կլինի թե չէ, մտածող մարդն է։
Հիմա եթե մտածող մարդը իր առաջ չի դնում օրակարգային խնդիր մտածելու էգզիստենցիալ խնդիրների մասին, դրանց հաղթահարման մասին, չեմ ասում մտածել если жизнь на Марсе, нет ли жизнь на Марсе, դրա մասին չի խոսքը, այլ օրախնդիր բաներ, այս պետության ապագայի, այս հաջորդ սերնդի մասին, այս երկիրը էլի կոչվելու Հայաստան թե չէ, եւ դրա հետ առնչվող մյուս խնդիրները, եթե դրանց շուրջ չենք մտածում, ապա ձեր ասած տրամաբանական հարցն է գալիս, բա հազար ներողություն, ձեր ցավը տանեմ, ձեր ընտրությունը ինչի իման վրա եք անում, եթե դուք չեք ուզում մտածեք ձեր համար կենսական կարևորագույն խնդիրների մասին, բայց էլի ձեր հետ համաձայնվելով ես շարքային ընտրողին չի մեզ ասած մեղադրանքը, այլ նրանց, ովքեր որ հավակնում են ստանալ այդ շարքային ընտրողի քվեն, դուք այդ ընտրողին ներկայացրեցիք այլընտրակ, գաղափար, ծրագիր եւ ինքը չընտրեց, թե դուք ոչինչ չներկայացրեցիք, դրա համար ինքը չընտրեց։ Սա շատ կարևոր հարցեր են ու կարծում եմ, որ լաբորատորիան իշ չափով Հայաստանում բարեբախտաբար այսօր մոդայի կա դարձել, Հայաստանում ամեն ինչ շատ արագ մոդայի կա դառնում ու շատ արագ մոդայից դուրս է գալիս։ Դա ոդկասթերն են։ Այլ հարթակներում էլ այս հարցերը քննարկվում են եւ ես հույս ունեմ, որ այս հարցերի քննարկման արդյունքում ինչ-որ բան կծնվի այնուհանդերձ։ Ես էլ ճիշտ ասած պատասխաններ չունեմ, ավելի շատ հարցեր ունեմ, բայց հուսով եմ, որ միասին քննարկելով այդ հարցադրումներով մի քիչ ավելի կբացենք հարցերը եւ հնարավորություն կտանք ավելի նորմալ եւ ավելի օբյեկտիվ դիսկուրսի։ Շատ կուզենայի, որպեսզի մեր մոտ լինեին բավականաչափ ավելի ուղեղային կենտրոններ, որոնք այդ դրանց վերաբերյալ ձևակերպումներ կտային եւ քննարկումներ կունենային։ Ասենք ենթադրենք Վահե Հովհաննիսյանի կարգի վերլուծաբաններ լինեին, որոնք անընդհատ եւ հրատապ թեմաների մասին կգրեին, կվիճեին իր հետ կամ ինքը, բայց մենք ըստ էության նմանատիպ հարցերով զբաղվող մարդկանց քչություն ունենք եւ շատ լավ կլինի, որ այդ հարցերը անընդհատ մնան օրակարգում։ Շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար, իսկապես շատ հետաքրքիր էր եւ եթե ժամանակային տաբուները չլինեն հայրենիների վրա դրված, ես հաճույքով էլի շատ հարցադրումներ ունեի եւ ծնվեցին նաեւ ձեր խոսքից, ուզում եմ հույս հայտնել, որ ինչ որ ժամանակ հետո անպայման կանդրադառնանք այս թեմային, ոչ թե ստատիկ վիճակով, այլ նաեւ ժամանակի զարգացումների համատեքստում Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։ Տես, հեսա չեմ հիշում եպա, չէ, Տրամպը հրապարակելու Քենեդու քեյսը։ Արդեն սկսել են հրապարակել։ Այ դրանից հետո նոր դիսկուրսներ են բացելու այդ թվում Կարիբյան ճգնաժամի հետ կապված։ Ոչ միայն։ Ինչ, այս լավատեսական նոտայի վրա շնորհակալություն։